մենք կվորում ունենք, մեր մի շարք գործընկերներ այս պահին մասնակցում են Վրաստանի նախագահի պատվիրակության հետ ազգային ժողովի հանդիպմանը եւ ավարտից անմիջապես հետո կմիանան մեզ եւ անմիջապես անդրադառնանք օրակարգային մեր խնդիրներին, ձեզ օրակարգի նախագիծը բաժանված է, օրակարգում մենք այսօր ունենք երկու հարց, հարցերը նույն բովանդակության հարցեր են, մեր գործընկերների նախաձեռնությամբ առաջադրված հայտարարության նախագծի տեքստեր, ըստ որի առաջարկվում է ճանաչել ցեղասպանություններ կատարված Օսմանյան Թուրքիայի կողմից։ Մի նախագիծը ներկայացվել է մեր գործընկերներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թևան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի եւ Լյուդմիլա Սարգսյանի կողմից օրակարգի առաջին կետում մենք կանդրադառնանք։ Երկրորդ նախագիծը ներկայացվել է մեր գործընկեր Տիկին Զարուհի Փոստանջյանի կողմից, ինչպես արդեն ասացի, նախագծի բովանդակությունը գրեթե նույնն է, կան որոշակի տարբերակումներ, դրա համար դրանք առանձին որպես փաստաթղթեր են ներկայացվել եւ շրջանառվել։ Օրակարգի հետ կապված ինչպիսի առաջարկություններ ունենք։ Համեցեք։ Ես ցանկացայի առաջինը լսեին իմ նախագիծը, հետո պարոն Շարմազանովի կողմից նախաձեռնած, քանի որ ես արդեն մեկ կես ամիս է անցել նախագիծը ներկայացնելուց, իսկ տարիներ շարունակ է իմ նախագիծը ներկայացված եղել։ Պարոն Շարմազանովը, չնայած նրան, որ պարոն Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը իրենք ընդունում են, իմ նախագծի մասին է խոսքը, բայց ինձ խնդրում են, որպեսզի ես հետ վերցնեմ, ուղղակի լրամշակելու համար, բայց այդ լրամշակումը տեղի չունեցավ, ես ձեզ նամակով դիմեցի, դուք չհարգեցիք ձեր խոստումը, ի նկատի ունեմ հանրապետական մեծամասնությունը, եւ փաստորեն չհարգելով խոստումը հրապարակավորը տրվել էր պարոն Գալուստ Սահակյանի կողմից, այսպես ասենք, թույլ տվեցիք, ճիշտ է, օրենքի նախագծերի վրա չի տարածվում, բայց թույլ տվեցիք պլագիատ եւ փորձեցիք առաջ բերել այս օրինագիծը, որտեղ բացակայում է մեր բարեկամ եզդի ժողովրդի վերաբերյալ ցեղասպանության դատապարտումը։ Եվ այնտեղ կան նաև այլ ձևակերպումներ, որի շուրջ ես ասեցի, եթե ունեք առաջարկներ, խնդրում եմ ներկայացրեք, այդպես էլ չներկայացրեցիք։ Ես ուզում եմ նորից պնդել, որ առաջինը պետք է քննարկվի այն օրինագիծը, որը ներկայացված է եղել Ժառանգության կողմից տարիներ առաջ եւ այսօր էլ արդիական է, որի վերաբերյալ դուք պարտավորություն ստանձնեցիք համալրել, մշակել, որը չարեցիք եւ խնդրում եմ այդ իսկ պատճառով առաջինը քննարկման առարկա դարձնել իմ նախագիծը։ Հետո նոր պարոն Շարմազանովի։ Նախ օրակարգի հետ կապված ուրիշի առաջարկություն հանձնաժողովի անդամներին։ Եկեք ոստաջան, օրակարգի հետ կապված հանձնաժողովը ինքը կորոշի թե ինչպիսին, ես երկու առաջարկներն էլ ձեր առաջարկը կդնեմ իհարկե քվեարկության, հանձնաժողովը կորոշի թե ինչ հերթականությամբ սահմանի իր օրակարգը։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր այն տպավորությանը, որ հանրապետականը չի արձագանքել, հանրապետականը արձագանքել է եւ ձեզ բազմիցս հրավիրել ենք համատեղ քննարկումների, նշանակում որ ձեր գրած նամակներին պետքա բոլորս արձագանքեինք եւ գայինք Ժառանգության խմբակցությունում ներկայացրեք ձեր բազմիցս կլսեք ինձ, որտեղ չեք արել, կլսեք ինձ, ես գիտեմ որ միշտ ստում եք, հիմա շարունակեք կլսեք ինձ, ստախոս մի վիրավորեք նոր խմբակցություն, հատկապես որ հենց արդեն իսկ դա ասելով ստում Ուրեմն, հարգելի խնդրում եմ ներկայացրեք ապացույց, որ դուք ինձ հրավիրել եք։ Ձեզ բազմիցս հրավիրել եք հենց ձեր իսկ
Հիմա ես այդ ապացույցն եմ ներկայացնում։ Երբ որ հանձնաժողովի նիստում քննարկվում է այս հարցը նույն ձևակերպմամբ, մենք ձեզ բազմիցս հորդորել ենք միասին աշխատել եւ ընդունել առաջարկները, ինչը դուք չեք արել։ Եթե մի առաջարկ չեք ընդունելու, ինչ համագործակցության մասին է խոսքը։ Որպեսզի դուք հրապարակավ դավայնեիք, որտեղ բազմիցս ստել եք եւ հենց պարոն Գալուստ Սահակյանի հայտարարությունը հրապարակավ, այսօր դուք վերել եք մի հատ այլ օրինակից, ապացուցված է ձեր սուր։ Ուրեմն բովանդակությունը նույնն է։ Նույնը չէ։ Նույնը չէ։ Խնդրում եմ ասեք եզիների ինչ եք հանել այս նախագծի մեջ, որը դուք վերցրել եք որպես պլագիատ։ Դիքի Պոստանջյան։ Եվ հանել եք Դուք Հայոց այբուբենը լավ տիրապետում եք, հուսով եմ։ Կարդալ էլ գիտեք, նախադասություններն էլ միմյանցից կարողանում եք տարբերել եւ ձևակերպումների մեջ էլ ինքներդ լավ գիտեք, որ ոչ մի նմանություն ընդհանրապես գոյություն չունի։ Եվ եթե որպես իրավաբան ավելի ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրավական առումով ձեր նախագիծը երևի թե որևէ կապ չունի իրավական ձևակերպումների։ Լավ, հարգելի գործընկերներ, օրակարգի հետ կապված, համեցեք։ Որ դեպքերը շատ չփոխվեն, նորմալ է, եթե մենք կբացատրենք, ես որպես համայնքում ունենամ, ինչով է պատճառը որ բան է, թող առաջինը քննարկենք առաջարկը, հետո արդեն երկրորդ։ Ես ինչպես եւ ասացի, օրակարգի հետ կապված առաջարկներ ունենք։ Ինչպես ասացի, հարցը ինչպես որ առաջարկել է Տիկին Պոստանջյանը դնում ենք քննարկության։ Ովքեր եք ով օրակարգը հաստատել առաջին կետում բերելով օրակարգի երկրորդ կետի հարցի քննարկումը։ Կողմ դեմ ձեռնպատ Որոշում ընդունվեց։ Այժմ հարգելի գործընկերներ, քննարկում ենք Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզիների եւ այլ կրոնական մազերային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը, այս մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին հայտարարության նախագծի հեղինակը Տիկին Պոստանջյանն է եւ այժմ կսենք նրան։ Համաչեք։ Այսօր հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը բացի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ չունի համապատասխան դատապարտող օրենք, այդ իսկ պատճառով ներկայացված է տարիներ շարունակ ժառանգության կողմից ներկայացված է եղել այլ ազգերի դատապարտման վերաբերյալ նախագիծը, որոնց մեջ մտնում են հույները, ասորիները, եզիները, մենք իրենց պետք է մատնանշենք այս հայտարարության նախագծում եւ առավել նաեւ կարեւոր է մատնանշել, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հատուկ ցեղասպան քաղաքականություն, ոչ միայն այնտեղ բնիկ ապրող ժողովուրդների նկատմամբ, այլ նաեւ եղել են ազգային փոքրամասնություններ եւ կրոնական փոքրամասնություններ, որոնց նկատմամբ նույնպես տեղի է ունեցել ցեղասպան քաղաքականություն։ Այս օրինագիծը միտված է, որպեսզի մենք ճանաչենք եւ դատապարտենք ցեղասպանությունները այդ ժողովուրդների նկատմամբ։ Ես նորից եմ կրկնում, որ ձեր հետ ունեցել եմ պայմանավորվածություն, որը տեղի է ունեցել հրապարակավ, որ պետք է այս նախագիծը լրամշակվի, բայց չհանելով եզդի ժողովրդին այս նախագծից։ Մինչդեռ ես հասկանում եմ, որ այստեղ դիտավորյալ հանվել է եւ բերվել է մեկ այլ նախագիծ եւ դուք պայմանավորվածությունները խախտել եք։ Հետևաբար ես նորից եմ պնդում, եթե նույնիսկ դուք ցանկանում եք այս ձեր ձևակերպումը ունենալ, խնդրեմ դրեք ձեր ձևակերպումը, բայց միևնույն ժամանակ մատնանշելով եզդի ժողովրդին, որովհետև առանց դրա այս օրինագիծը դիակատար չի կարող դատապարտել այն ինչ որ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում այդ ժամանակահատվածում։ Սա է իմ առաջարկը եւ սա կոմպրոմիսային է, եթե դուք իրապես գոնե այս բանին փորձելու եք ստանձնել այդ պարտականությունը, որը հայտարարեցիք, գոնե այս ձևակերպումը եզդի ժողովրդի պետք է մտնի ձեր նախագծի մեջ։ Ես ցանկանում եմ իհարկե իմ նախագիծը դնել քննարկության։ Արտեցիք դիտի։ Այո։ Ինչև հարցերն անդրադառնան, ես մեծ անդրադառնում շատ լավ իմանալ եւ դրա մասին չմոռանալ։
այս շրջանի վերաբերյալ որևէ մեկը չի պատմել, որևէ մեկը այս մոլորության մեջ չի գցի։ Եվ ցանկացած պատգամավոր իրավունքն է հանդես գալ նախաձեռնությամբ, ինչի է իրական։ Դուք ստել եք, չեք կարող ոչ խափել, ոչ մոլորության մեջ գցել։ Դուք ամեն ինչը բարձրացել, վարվելակերպը, վարքագիծը, դուք չեք կարող ոչ խափել, ոչ մոլորության մեջ գցել։ Դուք ուղղակի ստում եք։ Արտեցիք։ Համեցեք։ Մենք բաժան դրությամբ բարձրացան, մեր կանոնակարգը ես չգիտեմ, դա դուրացում է թե չէ, առաջարկում է դարձումը, իսկ Եթե ինքը խոսում եք ինքը դիպուր։ Իհարկե կարող եք դա անել, ցանկացած բանի կարող եք որոշել։ Այստեղ կարող են օգտագործել նաև դիտարկումներ, որոնք կարող են կարող են Ապա եզիների դեմ, ասենք մենք եզիների դեմ ենք, դա։ Ես դա գիտեմ։ Իհարկե ձեր առաջարկը կարող եք։ Ես ուզում եմ Ակի ստորակարգով։ Սիրելի Սարուհի Տոստանյան, այս տեքստը հիմնավորման որ դուք ներկայացրել եք։ Այո։ Տեքստին ցանոթ է Հայաստանի նախկին նախագահ Ռաֆ Հովհաննիսյանը 1, երկրորդ։ Ես կարող եմ Կդիմեք պարոն Հովհաննիսյանին։ Թող հարցնաբարդել։ Ռիչարդ Հովհաննիսյանը, պարոն Հովհաննիսյանի հայրը, հայ պատմագիտության ականավոր հսկաներից մեկն է։ Ես դες վստահեցնում եմ, որ եթե ես այս տեքստը ուղարկեմ Ռիչարդ Հովհաննիսյանին, որպես մասնագիտական հիմնավորման տեքստ, որպես դպրոցական գնահատական, նա կնշանակի -1, անգամ 0 չի նշանակի։ Ես դա ինչի նկատի ունեմ։ Նշանակի եւ կարող եք ցույց տալ։ Ես ուզում եմ դες ասել։ Դուք հիմնավորման մեջ գրում եք առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո հակագծելու 1912-23 թվականներին։ Ես այդ փոխանակ կամաչեմ, որովհետեւ 5-րդ դասարանի նույնիսկ մարտիկացնում է, որ առաջին համաշխարհային պատերազմը ավարտվել 1918 թվականին։ Սա տեքստ է, որ կարող է հիմա որևէ մեկը վերցնել թարգմանել քուկերեն Խնդրեմ, վերցրեք թարգմանեք եւ այդտեղ թվեք սխալները։ Հիմնավորման մասին չեք խոսում, մենք խոսում ենք ձևակերպման մասին։ Դուք դեռ հիմնավորումներից խոսում եք։ Հաջորդ իմ հարցերը վերաբերում են հետեւյալին, որ դուք կարող եք ներկայացնել որևէ փաստարկ, ձեր խոսքում ասում եք ոչ միայն բնիկ ժողովուրդներն են ուրեմն ցեղասպան քաղաքականության ենթարկվել, այլ այլ փոքրամասնություններ։ Ես ցանկանում եմ ձեզ հուշել, որ բնիկ ժողովուրդներից շատերը Օսմանյան կայսրությունում եղել են փոքրամասնություններ եւ ազգային էթնիկ փոքրամասնություն լինել դեռ չի նշանակում չլինել բնիկ ժողովուրդ կամ հակառակ։ Կոնկրետ հարց տվեք, որ պատասխանեն։ Կարող եք պատմահիտական փաստեր ներկայացնել, ուրեմն դուք տեքստում գրում եք հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականություն։ Ներկայացրեք Եզդի ժողովուրդը թողնում ավա պարզական խնդրում բակերը։ Այստեղ մի տեղ չի, հա, ոչ է ժողովրդության նիստն է։ Տիկին Պոստանյան, պատմագիտական երկու փաստ, երկու կրոնական եւ էթնիկ որևէ այլ փոքրամասնության վերաբերյալ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպան քաղաքականության երկու պատմագիտական անվիճելի փաստեր, խնդրում եմ ասել։ Սույտ դեպ պատասխան։ Օսմանյան կայսրությունում քանի ժողովուրդ է ապրել։ Այդ բոլոր ժողովուրդները, որոնք ներընթարկվել են ցեղասպանության, այդ մասին պետք է այս նախագծի մեջ հիշատակվի։ Պատասխանը դա է։ Արձագանքում եք նորմալներով։ Ես պնդում եմ, որ իսկապես փաստ է կարող, ներողություն եմ խնդրում, սա այս հարցերի վերաբերյալ մարդիկ սերել է սպիտակել է, հաստատավոր աշխատությունները Ճիշտ եք ասում, ես 7 տարի այստեղ լինելով այս նախագիծը ներկայացրել եմ, շնորհակալություն պլագիատի համար, որ գոնե ներառել եք հույներին եւ ասորիներին, մինչ այս պահը դա չեք ցանկանում ներառեի, հիմա բայց եզդիներին հանելով այս նախագծից։ Ես դեռ չեմ տալիս, դա անհնարին, ես ուրեմն հարգելի Պոստանյան, Ներկայացնում պարոն նախագահ Արտակին Արվեստի հանձնաժողովի, հարգելի դոկտորներ, սիրելի լրագրողներ, ես տեսնում եմ այսօր եզդի համայնքի ներկայացուցիչները, եթե այլ համայնքի ներկայացուցիչները կան, ելի ողջունում եմ բոլորին։ Նա, առաջինը, անթույլատրելի է այսօր խոսել եւ մեղադրել պլագիատի մեջ։ Ես այսօր կարծում եմ
այս նախագիծի ինքը ես դեռ չէի խանգարում։ Շնորհակալություն։ Լույս կտա։ Եթե մենք իրար պետք է լսենք, եթե իրար չպետք է լսենք, ես թողում դիպուս։ Իմ դասիրակությունը նիստերում ապս ես լսեմ։ Ընդրում դուք էլ բաժան ունեցեք մեր ինքված։ Առաջինը, ընդամենը հարց եմ տալիս։ Այս նախագիծը ինքը եղել է 5 տարի առաջ։ Ես եւ երջանկաշարակ Վահան Հովհաննիսյանը հանդիպել ենք ես եւ ույն համակի ներկայացուցիչների հետ։ Եվ այո, պարոն Խանոյան ճիշտ է ասում, սա այն նախագիծն է, սա այն հարցն է, որտեղ մենք սխալվելու իրավունք չունենք։ Սա ամբողջ աշխարհը մեզ նայում է։ Երբ որ դուք ասում եք ես դե ժողովրդի դեմ եմ, ուրեմն ես չեմ ուզում, նախ ես ցավում եմ ձեր հայտարարության համար, որից ես ուզում եք դու առանցին հանդիպենք, ցավում եմ, որ նման հայտարարություն եք տարածել, որովհետև նախ ցեղասպանությունը լավ բան չի, որ մրցենք հույները եւ ասոնների հետ, ասենք եզիներն են մորցվել կամ եզիներն են սպանվել։ Ես պատմաբան եմ եւ ամենայն լրջությամբ եմ մոտեցել այս նախագծին։ Սա միայն հանրապետական նախագիծ չէ։ Այս նախագծի տակ ստորագրել են բոլոր 6 խմբավորության պատգամավորներ։ Բայց ես ընդհանրապես երկու բան ասեմ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե եզդիական համայնքը դուք չէ, եզդիական համայնքը, իդեպ ձեր համայնքների ղեկավարը անունը չեմ դաս ինքը ստեղ չի։ Ինձ ասել է, որ ինքը պատրաստ է փաստեր ներկայացնել։ Ես որպես պատմաբան պաշտոնապես հայտարարում եմ, տեղյակ չեմ, ու մինչև հիմա տեղյակ չեմ եղել այն փաստերին, ըստ որի Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին եղել է եզիների ցեղասպանություն։ Խնդիրը չպետք է նայենք զգայական դաշտում։ Խնդիրը պետք է նայենք պատմագիտական այլ փաստական, որ մենք իրավունք ունենք։ Ես հիմա հիմք եմ բերում։ 2007 թվական, չէ, մի բան եմ, 2007 թվականի ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան։ Հարցը դրակերպեք։ Ուզում ասեմ, ինչ կապ ունի։ Ասեմ, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան ընդունել է որոշում, ըստ որի հաշվի առնելով 11 թվականի Սալոնիկի ժողովը իդիատ վետերակի, միություն եւ առաջադիմություն կուսակցության Սալոնիկի ժողովը այն մեջբերված է, որ երիտասարդ թուրքերը պետք է իրականացնեն բնիկ քրիստոնյա ժողովուրդների բուտ, հույների, ասորիների եւ հայերի ցեղասպանությունը 2007 թվականին ընդունել են այս կոնվենցիան։ Եթե դուք ունեք փաստեր, որտեղ կնշվեն, փաստեր եմ ասում, որ կա եղել է ցեղասպանություն, ազգային ժողովը եւ կազմի մեր բոլոր գործընկերները սիրով դա կդատապարտեն։ Երկրորդը, ես ունեցել նաեւ երկրորդ նախագիծ, իգիդություն մեր եզդի գործընկերների, որը կոչվել է Օսմանյան կայսրությունում, դատապարտել Օսմանյան կայսրությունում, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը եզդիների նկատմամբ։ Եվ խնդրել եմ այդ հայտնի պարոնին փաստեր տա։ Ոչ պատմաբանները, ոչ ցեղասպանագետները, ոչ պատգամավորները, ոչ հասարակ քաղաքացիները, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից մինչ օրս ինձ եւ որևէ պատգամավորի փաստեր չեն ներկայացրել։ Ես լինելով պատմաբան չեմ կարող մատերի արանքով նայել եւ դրանով պետք չի չափել եզիներին շատ եք սիրում, թե քիչ եք հարգում։ Գոնե դուք գիտեք եզիներին ինչքան եք սիրում, ինչքան եք հարգում ու ինչքան դեռ պետք է իրար հետ առաջ գնալ։ Եվ չի կարելի Բորիս նման անգրագետ կներես ձևակերպում անել։ Չի կարելի, եթե դուք սեր չեք, եթե նույնիսկ եզիների ցեղասպանություն եղել է, եզիների ցեղասպանությունը մենք պետք է քննարկենք առանձին օրենքով, որովհետև Սալոնիկի կապ չունի եզիների ցեղասպանությունը, ինչ կապ ունի քրիստոնյա ժողովուրդների, որովհետև այստեղ եղել է Թալիաթի նամակ, Էնվերի նամակ, Քեմալ Աթաթուրքի նամակ, Ուինստոն Չերչիլի հուշեր կա այստեղ, Հեմինգուեյի հուշեր կա, երկու միտրոպոլիտների հուշեր, ես փաստեր եմ ներկայացրել։ Հարցը նա է, որ այսքան բանը դուք չգիտեք, որ բերում եք եզի։ Որն է ձեր փաստը, որտեղ դուք հույների եւ ասորիների կողքը դերել եք եզդի ժողովրդին։ Ամի տալիս եմ։ Բարը Շահնազարը, նախ դուք գիտեք, եթե պատմաբան եք։ Եթե չէ, պատմաբանում եւ գիտությունների տեխնացիա։ Շատ բարի, եթե այդպես է, որ բացի այս ազգերից, նաև հայերից, որոնց նաև հայրենազրկել են, ցեղասպանության են ենթարկվել նաև քուրդերը։ Այդպես չէ, որ ուրիշ ազգեր չեն ենթարկվել ցեղասպանության։ Եթե հենց բոլորին ներառելու հիմք ունենալով նաև գրել եմ այլ ազգերի մասին եւս։ Այնպես չէ, որ չեն ցեղասպանության ենթարկվել։ Դուք շատ լավ տեղյակ եք այդ փաստերին։ Եթե ուզում եք փաստեր բերեք, հիմա կգնամ կբերեմ։ Մեր
Акադեմիայի հրատարակած գրքերը հատորներով այսքան, որտեղ փաստերը բոլորը նշված են, եթե փաստերից եք Չի կարելի ամեն ինչ անջրճարակել։ Սա անուրջը դուք եք, որ հանել եք եւ այսպիսի վերաբերմունք եք ցույց տալի։ Անուրջը հենց ձեր դիրքորոշումն ու մոտեցումն է։ Ես հիմա կներեմ, չեմ ավարտել։ Այստեղ ներկա են դեպի համայնքի ներկայացուցիչները, եթե այսքան դուք մտահոգ եք, շատ լավ առիթ է, ազգային ժողով է, հանձնաժողով է, որտեղ իրենք հնարավորություն ունեն արտահայտել իրենց կարծիքը եւ ձեր նախագծի վերաբերյալ եւ իմ կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ։ Մենք հետևում ենք կանոնակարգին եւ կանոնակարգից ոչ մի շեղում ես խնդրում եւ պահանջում եմ բոլորից։ Հարցեր Զարուհի Խոստանջյան։ Հարցեր չկան, ասում ենք ելույթների։ Բան ասում են համաձայն։ Ես նախում եմ ոչ գրքերը հանգարեցնենք, բավականին դրական բարակները չէ, Այժմ հարակից զեկուցման համար լսենք Չանձնաժողովի անդամ պարոն Շիրակ Շուրեսյանին, պարոն Զնամբեկ Պարմանյանին։ Շատ համառ մասնագիտորեն տեքստը ներկայացված հայտարարության նախագծի անգրագետ է, որևէ պատմաբան իր ստորագրությունը այս տեքստից դնել չի կարող, վստահեցնում եմ եւ կոչ եմ անում նաեւ մեր սիրելի լրագրողներից գոնե մեկին այս տեքստը ուղարկել հարգելի պատմաբան, մեր պատմագիտության հսկաներից մեկի Ռիչարդ Հովհաննիսյանին եւ ստանալ նրա մասնագիտական կարծիքը։ Ձեզ վստահեցնում եմ, որ դա կլինի երկու դպրոցական գնահատականով։ Դրանից ելնելով նաեւ ես կոչ եմ անում այս տեքստը համաձայնություն չարը, համաձայնություն խիստ բացասական։ Հարցեր պարոն Պարմանյանին։ Ունենք ելույթների համար պարոն Արզումանյան համեցեք։ Այո, ես նախընտրում եմ ձեր ծնանք այնպիսի արտահայտություններից, որը լավը ես երկրորդ նախագծի կամայրինակ պլագիատ բառը, որը թարգմանաբար նշանակում է վերագողություն, բավականին լավ մեղադրանք է, դա նշանակում է, որ որևէ մարդ կամ մարդկանց կում գողացել է մեկ այլ մարդու կամ մարդկանց խմբի մտավոր սեփականությունը տեքստի ձևով, երաժշտական ձևով, եթե մի քանի մարդ ասում որ արևը ծախում է, դա չի կարող թվում, որ մեկը մյուսից գողացավ, որտեղ ու փաստից է։ Նա խոսքի գնում կոնկրետ փաստի մասին։ Բազմիցս ես կավարտեմ Զարուհի ջան, ես կավարտեմ։ Երկրորդ պարոն Ֆարմանյանին նույնիսկ նաև չասեմ անգրագետ, կամ բան տեքստ, հա, տեքստի առումով է յուրաքանչյուր ունի իրավունք անգրագետ տեքստ վերաբերելու կամ շատ տեքստ գրելու եւ այլն։ Հիմա Տիկին Խոստանջյան, մենք այս թեման քննարկել ենք, ես կողմնակից եմ ընդհանրապես շատ ցեղասպանությունների, որովհետեւ դատապարտման, որովհետեւ անբարոյական եմ համարում, երբ մենք 100 տարի բոլորից պահանջում ենք մեր ցեղասպանությունը դատապարտել եւ ինքներս չենք ճանաչում բազմաթիվ ցեղասպանություններ, որոնք այսօր տեղի ունեն։ Այս տեքստի հետ կապված ես նախորդ քննարկմանը ելույթ ունեցել եմ եւ ելել եմ եղել կոչանողների թվում, որ եկեք ընդհանրական տեքստ ենք։ Կարևորագույն պահանջ է, որ կոնվենցիան ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման մասին պահանջում է դա ցույց տալ այն ժամանակահատվածը, որում տեղի է ունեցել այդ հանցագործությունը։ Եվ ասել, որ ողջ Օսմանյան կայսրության պատմության ընթացքում կայսրությունը վարել է ցեղասպանական քաղաքականություն, դա վիրավորական է ոչ միայն թուրքերի նախնիների, այլ նաև մեր նախնիների համար։ Այդ իսկ պատճառով մենք 700 տարուց ավելի ապրել ենք Օսմանյան կայսրությունում եւ եղել ենք այն երկրներից մեկը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ում առաջ են քաշել եւ ընդունել են տվել Օսմանյան կայսրության տարածքում ձևավորված բազմազգ մշակույթի 700-ամյակին նվիրված գործընթացին մենք մաս ենք կազմել այդ մշակույթին, ինչպես նաև այն
ուրեմն կրոնական փոքրամասնություններ, ասեմ, որ ազգային փոքրամասնություն հասկացություն չի եղել Օսմանյան կայսրության օրոք, կրոնով են տարանջատել եւ եղել են մշտապես պոգրոմներ, խտրական քաղաքականություն, ավելի շատ հարկեր ու այլն։ Բայց հաշվի առնելով, որ մենք կոնկրետ գործողություն, որը ընդունված է միջազգային հանրության կողմից եւ որը մեյնսթրիմ մոտեցումն է պատմաբանների, քաղաքագետների, գիտնականների մոտ, աներկբա է հույների եւ ասորիների ցեղասպանությունը, որը կատարվել է կոնկրետ նշված ժամանակահատվածում 14-ից 23-ին։ Կան բազմաթիվ որոշումներ, բազմաթիվ հաստատական տվյալներ եւ այլն։ Ինչ վերաբերում է եզդիների ցեղասպանությանը, որոնց ճակատագրի համար մենք բոլորս էլ ցավում ենք ինչպես եւ դու, կոնկրետ դա դեռևս միջահարույց խնդիր է, որի հետ կապված չկա ընդհանրական միասնական մոտեցում, այդ իսկ պատճառով եզդի համայնքի ղեկավարության հետ այս պահին ընթանում են քննարկումներ, ինչպիսի ձևակերպում կարելի է գտնել եւ այլն։ Եվ ասում եմ, որ կարելի է չսիրել թուրք ժողովրդին, կարելի է չհարգել Օսմանյան կայսրության պատմությունը, բայց որևէ ժողովրդի ողջ պատմությանը անվանել ցեղասպանական գործողություններով լի, դա պարզապես անընդունելի մոտեցում է եւ պատմության մեջ չկա մի բան, որ ասես դու ստեղծվելուց մինչեւ քո այսօր կատարում ես հանցագործություն։ Կոնկրետ հանցագործության ժամկետ է նշվում։ Ոչ ոք չի ասում, որ գերմանացի ժողովուրդը իր ծագումից սկսած ցեղասպան է եղել։ Ասում են, որ երկրորդ աշխարհամարտի տարիներին հոլոկոստը իրականացրել, դատապարտում եւ պահանջում են հատուցում դրան։ Այդ է պատճառը, որ մենք ոգևորված ձեր առաջարկից ոչ թե վերաբերության դիտումով, այլ ավելի խորացնելու եւ օրինական իրավական տեսք տալու համար առաջարկում ենք այս բանաձևը, որը շատ ավելի ընդունելի է բոլոր կողմերի համար։ Իսկ մյուս հարցով եզդիների շարունակենք աշխատելը եւ մենք պարոն Ֆարմանյանի հետ նաեւ ուզում ենք առաջարկել մի քանի այլ ցեղասպանությունների դատապարտման նախագծեր, որոնք ընթացքում անենք։ Այսքանն է ես իմ կարծիքն դրական եզրակացություն պետք է տրվի առաջին նախագծին, այս նախագիծը ինքն ըստինքան արդեն դուրս կմնա հնարքումից այս պահի դերության։ Շնորհակալություն։ Այդ բազմաբանները տվել են, որը մեզ համար որպես եզդիներ ձեզով թույլ տվեցին։ մենք դուրս ենք գալիս, որտեղ ձեր իրավիճակը ամոթալի է, որովհետև դուք համարվելով մեր բարեկամ ժողովուրդը, մեզ համարվում է, որ ցեղասպանությանը, որը մենք ենթարկվել ենք, կասկածելի է։ Ակադեմիկոս Ղազարյանը գրել է դրա մասին։ Լսեք, Ցեղասպանությունների ինստիտուտ Հայկ Դևորյանը գրել է դրա մասին։ Մենք այլևս քննարկում Հիմա դուք դարձավ։ ձեր անունը ինչպես է։ Բորիս։ Բորիս ջան։ Հատմի կանգարի մեր անձնաժողովը։ Դրա մասին եզրական համակարգի պետք է ներկայացնել ոչ մի պարոն։ Ապսոս չհասկացա ինչի մասին։ Եթե մասնակցում եք մի կանգարի, եթե չդուրս եք։ Մենք եկել ենք հասկանալու ինչքան ամոթալի երևույթներ են Չհասկացա ինչի մասին է խոսքը իրական։ Պատմաբան եք մասնակից։ կարող եք եզրական համայնքի հետ նստել ու զրուցել ու հասկանալ արդյոք փաստեր կան թե ոչ։ Դե դուք ծառայեք։ Ցավալի։